Դատարանի վճռով հաշտության համաձայնագրով որպես ապօրինի ձեռք բերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հացեում գտնվող Սուրանբողջ 05 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտարկված արժեքը 29 միլիոն դրամ։ Մարտի 24-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին եւ կարեւորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին, ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները եւ ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։ Առաջիկա օրերին սպաները քննություններ կանցնեն նաեւ գրակային, շարային ու մասնագիտական պատրաստության առարկաներից։ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ, օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը։ Ներկա են եղել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը եւ Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը։ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դկոտինի Նիքսիր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել, հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 24-ի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ հանձնաժողովի անդամների դրական եզրակացությունն է ստացել Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Այն կընդգրկվի ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ։ Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վավերացվի եւ կայուն խաղաղության նշաններ լինեն, Հայաստանը կարող է քննարկել Հայաստանում ԵՄ դիտորդների համար նոր մանդատի հարցը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա վստահություն, որ Բաքուն չի պահանջելու ԵՄ դիտորդներին ամբողջությամբ հանել Հայաստանից, Հովհաննիսյանն ընդգծել է. Եթե մենք խոսում ենք երրորդ կողմերի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է, այսինքն Բանությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե բարդ է ասել վստահության մասին։ Նա հավելել է, երբ նշվում է երրորդ երկրի ուժ, խոսքը ռազմական ներկայության մասին է։ Հասմիկ Ավագյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Նա համակարգելու է սպորտի ոլորտը։ Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի երկրպագուների մարզադաշտ մտնելու անհարգալից պահվածքի պատճառով Թբիլիսիի Դինամո մարզադաշտը կարող է որակազրկվել։ Armenpress-ի թղթակցի հաղորդմամբ, եթե UEFA-ն որակազրկի վրացիներին անհարգալից պահվածքի համար, ապա երկրպագուները ներկա չեն լինի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղին, որը նախատեսված է սեպտեմբերին։ Իրանը ճնշման տակ ուղղակի բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, այս մասին Թասնիմ գործակալության փոխանցմամբ ասել է արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Սա մեր հստակ քաղաքականությունն է եւ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել մյուս կողմի վերաբերմունքն Իրանի ժողովրդի նկատմամբ։ Իհարկե անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է եւ մենք դա կարող ենք անել տարբեր խողովակներով։ Մեր նպատակն ու առաքելությունը երկրի ու ժողովրդի ազգային շահերի եւ ազգային անվտանգության գիտակցումն է եւ այս առումով մենք բաց չենք թողնի ոչ մի հնարավորություն, ասել է նա։ Ռուսական ուժերի երեկվա հարվածների հետևանքով Կիևում վիրավորվել է 37-ամյա բնակիչ, վնասվել են առանձնատներ, հրդեհ է բռնկվել արդյունաբերական ձեռնարկությունում, հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։ Զապորոժիա իշխանությունները եւս հաղորդում են մեկ վիրավորի մասին, ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել են նաեւ մի քանի շինություններ։ Ռուսական կողմն էլ Ուկրաինայի զինված ուժերին է մեղադրել դրոնների հարձակման մեջ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է 28 անօդաչու թռչող սարք մի քանի շրջանների, այդ թվում բռնակցված Ղրիմի եւ Ազովի ծովի օդային տարածքներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել իր պաշտոնական դիմանկարի կապակցությամբ, որը տեղադրվել է Կոլորադո նահանգի Կապիտոլիումում։ Ոչ ոք չի սիրում վատ լուսանկար կամ նկար ունենալ, բայց Կոլորադոյի նկարը միտումնավոր խեղաթյուրվել այնպիսի մակարդակով, որ նույնիսկ ես հավանաբար նախկինում երբեք չէի տեսել, ասել է Թրամփը։ Նախագահը քննադատել է նկարի հեղինակ Սարա Բորդմենին եւ նշել, որ նրա կողմից արված Օբամայի նկարը պատշաճ տեսք ուներ։ Նա հավանաբար տարիքի հետ կորցրել է իր տաղանդը, ասել է նախագահը։